Սահմանադրական դատարանում շարունակվեց ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը։ Առաջին դատական նիստին իրենց դիմումները ներկայացրել են 7 քաղաքական ուժերից 6-ը՝ Ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքներն ու Միասնության թևեր, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, Հանուն Հանրապետության, Նոր ուժ կուսակցությունները։ Նրանք բարձր դատարանից պահանջում են անվավեր ճանաչել ազգային ժողովի ընտրության արդյունքները։ Օրվա նիստի մեկնարկին Բարգավաճ Հայաստան կուսակցության լիազոր անձը անդրադարձավ 3 տեղամասի քվեարկության արդյունքների անվավեր ճանաչմանն ու վերաքվեարկություն չնշանակելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։ Այս գործը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ, եթե այսօր ընդունենք, որ հազարավոր մարդկանց ձայնը կարող է պարզապես անհետանալ առանց նրանց նորից ընտրելու հնարավորություն տալու, ապա վաղը նույնը կարող է տեղի ունենալ ցանկացած ընտրության ժամանակ։ ԲՀԿ կուսակցությունը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ։ Դատարանին նաև միջնորդեց քննարկել ընտրական օրենսգրքի դրույթի համապատասխանությունը սահմանադրությանը, որով հստակեցվում է մանդատների հաշվարկի սկզբունքը։ Պնդեցին համամասնական ընտրական համակարգում տոկոսը պետք է հաշվի կողմ քվեարկած քվեաթերթիկներից, հաշվի չառնելով անճշտությունները։ Ստացվում է հետևյալը, որ եթե մենք ունենում ենք ցանկացած սահմանային դեպք, 4%-ի մոտ դեպք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքն է որոշում ով կանցնի, ով չի անցնի։ Սահմանադրական դատարանը միաձայն մերժեց Միասնության թևերի միջնորդությունը կասեցնել այս գործի քննությունը, քանի դեռ վարչական դատարանում վիճարկվում է քվեարկության արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 258-ա որոշումը։ Բարձր դատարանը մեկնաբանեց, որ ԿԸՀ երկու որոշումները մեկ են եւ չեն կարող մեկը մյուսից զատ քննվել։ Դատարանում քննվող վեճի առարկան 259-ա որոշումն է, որով որոշում է կայացվել ազգային ժողով ընտրելու ու մանդատներ բաշխելու մասին։ Ուստի ես նույնպես դեմ եմ միջնորդությունը բավականալուն, գործը կքննվի նույն ծավալով, նույն շրջանակներում, ինչպես հասկացաք, դատավորները կարծես թե միաձայն էին այս հարցումով եւ որոշում ընդունեց մերժելու ասեսման վերաբերյալ ձեր միջնորդությունը։ Այնուհետև որպես պատասխանող հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը ընդգծեց, 2026 թվականի հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի վերաբերյալ թիվ 258-ի որոշումը, համաձայն որի ընտրություններին նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։ Նույն նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է նաեւ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 259-ի որոշումը, ազգային ժողով ընտրվելու եւ մանդատների բաշխման մասին։ Պատասխանող կողմը գտնում է, որ նշված որոշումները իրավաչափ են, կայացվել են ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ։ Ըստ Հովհաննիսյանի ինտրատեղամասում կամ տարածքում կատարված խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ այլ տեղամասերում նմանատիպ խախտումների մասին ենթադրություններ անելու համար կամ վստահության աստիճանը կասկածի տակ դնելու համար։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք կարող են հանդիսանալ միայն իրավաբանորեն փաստարկված այն կոնկրետ խախտումները, որոնք էական ազդեցություն են ունեցել կամ կարող էին ունենալ ընտրության արդյունքների վրա։ Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը չի կարող կրել մեխանիկական բնույթ։ Ընտրական պրոցեսում թույլ տված ցանկացած խախտում ինքնին հիմք չէ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար, քանի դեռ պարզված չէ ընտրության արդյունքների վրա այդ խախտումների ազդեցության իրական եւ հնարավոր չափը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը անդրադառնալով քաղաքական ուժերի դիմումներում առկա խնդիրներին ներկայացրեց հանձնաժողովի դիրքորոշումները։ Հովհաննիսյանի խոսքով իրավապահ մարմինների միջամտության մասին նույնաբովանդակ դիտարկումներ են առկա Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինքներ, ԴՕԿ, Հանուն Հանրապետության, Նոր ուժ կուսակցությունների դիմումներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկել է միջոցառումներ, որ քննչական կառույցները զերծ մնան վարույթներում քաղաքական ուժերին հիշատակելուց։ Եվ շատ բնական է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն անդրադարձել է այս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված խնդրանքին, մասնավորապես նշելով, եթե նախընտրական գործընթացներին մասնակցող քաղաքական ուժը կամ դրան ներկայացուցիչը նախընտրական ժամանակահատվածում կատարում է քրեորելի պատժելի արարք, ապա պետք է գիտակցի եւ կրի դրա ռիսկը, որ իր հանցավոր վարքագիծը ցանկացած
փուլում կարող է բացահայտվել եւ հրապարակայնեցվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայն չէ նաև այն պնդմանը, թե ընտրական օրենսդրության փոփոխություններն ազդեցություն են ունեցել քաղաքական մրցակցության վրա։ Անդրադառնալով ապրիլի սկզբին ընտրական օրենսգրքում արված փոփոխությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահն ընդգծեց. Փոփոխությունը կատարվել է մինչև առաջադրման մեկնարկը եւ բոլոր քաղաքական ուժերը առաջադրման փաստաթղթերը ներկայացրել են օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ։ Անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառման հարցին պատասխանող կողմը պնդեց, որ ընտրական օրենսգիրքը պետական եւ համայնքային ծառայողներին կամ առանձին կազմակերպությունների աշխատակիցներին չի արգելում մասնակցել նախընտրական քարոզչությանը, այլ սահմանում է հստակ սահմանափակումներ, որոնք վերաբերում են բացառապես նրանց պաշտոնեական լիազորությունների իրականացման ժամանակահատվածին։ Օրենքը արգելում է պաշտոնատար անձին քարոզություն իրականացնել պաշտոնական լիազորությունների իրականացման հետ մեկտեղ, այսինքն այդ մեկտեղումը չպետք է լինի։ Հետևապես, պատասխանող կողմը գտնում է, որ վերը նշված կանոնների պահպանմամբ ինքնին նախընտրական քարոզչական հավաքին ներկա գտնվելու հանգամանքը չի կարող որակվել որպես վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ընտրական գործընթացում արձանագրված տեխնիկական թերություններին եւ վիճակագրական տվյալներին, պարզաբանելով, որ համակարգն արագ արձագանքել է ցանկացած անճշտության։ Հովակիմյանի խոսքով ընտրությունների ընթացքում նկատված ցանկացած մանր խնդիր կամ կասկած անտեսված չի մնացել։ 2005 ընտրական տեղամասերից Պարսդատարան 637-ում կամ 32%-ում իրականացվել է վերահաշվարկը։ Երևանի 478 տեղամասից 319-ում վերահաշվարկ է իրականացրել։ Ուսա չի իրականացել, որ խախտումներ ա եղել, չգիտեմ, չէ։ Ուղղակի մենք նաև գիտակցելով, որ ունենք իրավիճակ, երբ որ ամեն քվեի հետ կապված կա շահարկում։ Եվ դրա համար մեր համար շատ կարևոր է եղել, որ որտեղից կհնչի այդ կասկածը պիտի փարատվի։ Հովակիմյանը ներկայացրեց նաև տարբեր ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի վերաբերյալ տվյալներ եւ նշեց, որ առանձին տեղամասերում արձանագրված թվային չնչին տատանումները թափանցիկ կերպով վերանայվել են եւ դրանք որևէ ազդեցություն չեն թողել ընտրության ընդհանուր արդյունքների եւ քաղաքացիների ազատ կամ արտահայտման վրա։ Ներկայացնելով ընտրության արդյունքների վերջնական հաշվարկը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշեց, 4% անցողիկ շեմը հաղթահարելու համար Բարգավաճ Հայաստան կուսակցությանը 58308 ձայներ պետք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության պարագայում ձայները եղել են 58287։ Սա այն իրողությունն է, որը ունենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը այսպիսին է։ Թվային արտահայտությունը այսպիսին է։ Եվ սա է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը։ Հովակիմյանը ընդգծեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ, գտնում է, որ վիճարկվող որոշումը իրավաչափ է եւ կայացվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ։ Ուստիև խնդրում ենք դիմումները մերժել, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1406 2026 թվականի 259-ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որպես հարակից պատասխանող հանդես եկավ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը, անդրադարձավ սահմանադրական դատարան ներկայացված դիմումներում բարձրացված հարցերին։ Նրա խոսքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ստացված հաղորդումների հիման վրա 2 քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կրթական հաստատությունների աշակերտներին հավաքների մասնակցելուն հարկադրելու ենթադրյալ դեպքերի առիթով։ Դատախազությունը ստացել է 36 հաղորդում բարեգործության արգելքի խախտման, սոցիալական ծրագրերի, վարչական ռեսուրսի, պաշտոնատար անձանց գործողությունների եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ։ Քննարկման արդյունքում քրեական վարույթներ չեն նախաձեռնվել, քանի որ դրանցում նշված տեղեկությանը ողջամտորեն հնարավոր չի եղել տալ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Որպես հարակից զեկուցող հանդես եկավ նաև ներքին գործերի նախարարի տեղակալը։ Նա անդրադարձավ ընտրողների ցուցակների ճշգրտության, ընտրությունների ընթացքում արձանագրված իրավախախտումների եւ ոստիկանության գործողությունների վերաբերյալ դիմումատուների բարձրացած հարցերին, պնդելով, որ ընտրական գործընթացի կազմակերպման ընթացքում նախարարությունը գործել է բացառապես օրենքի
համայնքի շրջանակում։ Ներքին գործերի նախարարի տեղակալը անդրադարձավ նաև ընտրողների հաշվառման, միևնույն հասցեում մեծ թվով քաղաքացիների գրանցման եւ տեխնիկական սարքավորումների կիրառման վերաբերյալ բարձրացված հարցերին, ընդգծելով, որ իրականացված ուսումնասիրություններով չի արձանագրվել որևէ ոչ իրավաչափ իրավիճակ։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցչի խոսքով դիմումատուների ներկայացրած պնդումների զգալի մասը հիմնված է ոչ թե անմիջականորեն հաստատված փաստերի, այլ ենթադրությունների եւ քաղաքական բնույթի եզրահանգումների վրա։ Չեն ներկայացվել փաստեր, որ որևէ ընտրող իր ընտրությունը կատարել է իրավապահ մարմինների հրապարակումների ազդեցության ներքո, նկատեց իրավապահները օրենքով պետք է արձագանքեն յուրաքանչյուր ենթադրյալ հանցագործության։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացած դիմումում մի կողմից առկա է պնդում այն մասին, թե իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում ձևավորվել է համընդհանուր վախի եւ սպառնալիքի մթնոլորտ, որն ազդեցություն է ունեցել քաղաքական գործընթացներին մասնակցող անձանց եւ ընտրողների վարքագծի վրա։ Մյուս կողմից նույն քաղաքական ուժի լիազոր ներկայացուցիչ Տիկին Գոհար Մելոյանը Շանթ հեռուստաընկերության հեռանկար հաղորդմանը մասնակցելիս, այնուհետև հաղորդման տեսաձայնագրությունն իր Facebook-յան էջում տարածելիս հրապարակայնորեն նշել է, որ իրենց ընտրողները չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին։ Հետևաբար նույնիսկ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչի սեփական հրապարակային գնահատականից չի բխում, որ ենթադրյալ ճնշումները կամ ենթադրյալ ազդեցության փորձերը հանգեցրել են ընտրողների կամքի ձևավորման կամ քաղաքական վարքագծի փոփոխության։ Հակակոռուպցիոնի ներկայացուցիչը ընդգծեց, հրապարակումներն ունեցել են բացառապես կանխարգելիչ նպատակ։ Քաղաքացիական պայմանագիրն այս գործով ներգրաված է որպես երրորդ կողմ։ Կուսակցության ներկայացուցիչներից արդարադատության նախարար Սրփուի Գալյանը ընդգծեց, ընդհանուր բնույթի պնդումները կամ ենթադրությունները չեն կարող հիմք հանդիսանալ ժողովրդի արտահայտած կամքը անվավեր ճանաչելու համար։ Այս մոտեցումը հաստատվում է նաև Վենետիկի հանձնաժողովի 2020 թվականի ընտրական վեճերի լուծման վերաբերյալ զեկույցով, որի համաձայն ընտրությունների անվավեր ճանաչման հարցում որոշիչը ոչ թե խախտման առկայությունն է, այլ դրա ազդեցությունը արդյունքի վրա։ Գալյանը նաև հակադարձեց դիմումատուների պնդումներին, հատելության խոսքի, վարչական ռեսուրսի եւ այսպես կոչված սոցիալական կաշառքի վերաբերյալ, նշելով, որ կառավարության սոցիալական ծրագրերը տարիներ շարունակ իրականացվող պետական քաղաքականության մաս են եղել եւ չեն կարող գնահատվել որպես ընտրակաշառք միայն այն պատճառով, որ դրանց հերթական փուլը համընկել է ընտրության ժամանակահատվածի հետ։ Անդրադառնալով նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերին, Արուսյակ Ջուլակյանը նշեց, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նման միջոցառումների կազմակերպումն ամբողջությամբ արտապատվիրակել է համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպություններին։ Այդ ծառայությունների դիմաց կատարված բոլոր վճարումները պատշաճ կերպով արտացոլվել եւ ներառվել են նախընտրական հիմնադրամի հաշվետվություններում։ Բարձր դատարան, քանի որ դիմողների կողմից անդրադարձ եղավ կուսակցության նախընտրական հիմնադրամի ծառայված ծախսերին, մասնավորապես տրոնային ներկայացման, հարկ եմ համարում արձանագրել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Domino Video Productions կազմակերպությունից ձեռք է բերել ծառայությունների փաթեթ, որի շրջանակներում նաև քարոզչության ընթացքում մեր նախընտրական հանդիպումների ժամանակ կազմակերպվել է 9 տրոն շոու։ Ծառայությունների փաթեթի ընդհանուր արժեքը կազմել է 264 միլիոն դրամ, ինչը այդ տարագրված է։ Այս առումով միջնորդում ենք բարձր դատարանին գրավոր հարցում ուղարկել Domino Video Productions ընկերությանը, հայցելով ծառայությունների փաթեթի բացվածքը, տեխնիկական պարամետրերը եւ այլն։ Ինչ վերաբերում է քաղաքացու օրվա կապակցությամբ արված ծախսերին, բարձր դատարանին միջնորդում ենք գրավոր հարցում անել վարչապետի աշխատակազմ եւ հայցել տեղեկատվություն այդ շրջանակներում արված ծախսերի բացվածքի եւ կազմակերպած միջոցառումների մանրամասների վերաբերյալ։ Նման միջնորդությամբ դիմում ենք նաեւ մայիսի 28-ի զորահանդեսի առնչությամբ, համարելով, որ պետք է պաշտպանության նախարարությունից հայցել տեղեկատվություն կատարված ծախսերի մանրամասների վերաբերյալ։ Սուրեն Գրիգորյանը անդրադարձավ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցչի 4%-ի շեմի հաղթահարման համար անճշտությունների չներառման հարցի քննարկմանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արձանագրվել է խախտման ազդեցությունը տեղամասի մասշտաբով։ Չի արձանագրվել խախտման ազդեցությունը արդյունքների վրա ամբողջ ընտրությունների մասշտաբով եւ այս երկուսը պետք է իրարից հստակ տարբերակել։ Երեք տեղամասերի ընտրության արդյունքները անվավեր ճանաչելը չի ազդել ընտրության արդյունքների վրա, ուժերից մեկի շեմը չհաղթահարելու մասով։ Վերաքվեարկությունն առավել շատ կհեռացներ հավասար ընտրությունից, ընդգծեց քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը, նշելով, որ դիմումները ենթակա են մերժման։ Պատասխանող կողմի բացատրությունների փուլին հաջորդեց միջնորդությունների եւ առաջարկությունների ներկայացման փուլը։ Քրիստինե Թորոսյան, Հովանես Քյուրքչյան,
Լուրեր